Իմ սիրելիներ, մեր այս ընտրությունը մեր հաղթական կամքի, մեր չբեկվող վճռականության և արդարության պայքար է, հավատում եք, չէ՞։ Մենք մեր թիմով ստանձնելու ենք պատասխանատվությունը, որպեսզի մեր քաղաքը էլ ավելի ծաղկի, որպեսզի մեր քաղաքը էլ ավելի բարգավաճի, որպեսզի մեր քաղաքը մրցակցի աշխարհի ցանկացած քաղաքի հետ, ինչու՞, որովհետև Գյումրին աշխարհի կենտրոնն է։ Ձեր տրված ջերմությունը, ձեր տված աջակցությունը մեզ ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մեր գործը արդար է։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը և Սարիկ Մինասյանը գիտակցում են ամենաբարձր պատասխանատվությունը, որովհետև Գյումրին պատվախնդիր է, Գյումրին պարտավորեցնող է և ցանկացած գյումրեցու կամքին բռնանալը այն թույլատրելի։ Ես վստահ եմ, որ մենք գիտենք, որ այս պայքարում հաղթելու ենք։ Հաղթելու ենք նրա համար, որովհետև այս պայքարը մեզանից յուրաքանչյուրի երեխայի համար է։ Ողջույն սիրուն Գյումրի ու սիրուն գյումրեցիներ։ Ոնց եք։ Պատրաստվել եք մարտի 30-ի հաղթանակին։ Դե մի հատ նախնական ռեպետիցիան անենք, ոնց որ սիրում են ուրիշները ասել։ Հիմա ես ասում եմ Գյումրու թիկունքին, դուք ասում եք Սարի պես։ Ես ասում եմ Քվեաթերթիկ համար, դուք ասում եք մեկ։ Գյումրու թիկունքին, Գյումրու թիկունքին, Քվեաթերթիկ համար, համար։ Սիրելի գյումրեցիներ, այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք հանդես ենք եկել մեր դեմքով, մեր կուսակցության անունով ու մեր կուսակցության դրոշով։ Ձեզ ենք ներկայացրել մեր կատարած աշխատանքը ու ձեզ ենք ներկայացրել մեր ծրագրերը։ Ու մենք հույս ունեինք, որ այդպես կվարվեն նաև մյուս թեկնածուները։ Բայց ցավոք սրտի Հայաստանի երկու նախկին նախագահները սրա հետ կապված այլ պլաններ ունեին ու իրենց դաշտում առաջադրած երկուական թեկնածուների միջոցով փորձում էին գողանալ ձեր քվեն։ Ու ես հուսով եմ, որ գյումրեցիների մոտ այդ դիմակազերծման պրոցեսը որպես այդպիսին շատ լավ հաջողվեց ու բոլորը շատ լավ հասկանում են, թե ով է ու ով մարդն է։ Ժողովուրդ ջան, մի կարևոր բան կա։ Այս ընտրություններում մենք մի բանի ականատես եղանք, որը մեզ թվում էր, թե Հայաստանի համար փակված էջ է։ Ընտրակաշարք։ Ինչ է ընտրակաշարքը։ Ընտրակաշարքը աղքատություն է։ Ընտրակաշարքը մահ է։ Ընտրակաշարքը անվտանգության իջեցում է պլենդուզի մակարդակի։ Բայց դա նրա համար, ով որ այդ ընտրակաշարքը վերցնում է։ Ու սրան զուգահեռ այդ ընտրակաշարքը Տանզանիայում բուկմեկերական ընկերություն է, ԶՊՄԿ-ում 12% բաժնետոմս է, չգիտեմ, Եռաբլուրում մասնավոր հող է, Երևանի կենտրոնում այնքան անշարժ գույք է, որ կկարողանային բոլոր անօթևան մնացած գյումրեցիները այդ տներում ապրել նրանց համար, ովքեր որ այդ ընտրակաշարքը բաժանում են։ Ընտրակաշարքի էջը Հայաստանի Հանրապետությունում հավերժ փակված է, սիրելի գյումրեցիներ։ Ու այն մարդիկ, ովքեր նորից կփորձեն այդ ընտրակաշարքի էջը բացել, պիտի լավ իմանան, որ այդ էջը բացողին ոչ մի լավ բան, ոչ մի պարագայում չի սպասվում։ Մի ուրիշ բան է ընտրությունը։ Սիրելի գյումրեցիներ, ես այսօր երբ որ գալիս էի Գյումրի, ես զգում էի Գյումրու հրաշք էներգետիկան։ Ես զգում էի Գյումրու համուհոտը, կոլորիտը, եւ դա իմ մոտ միայն ու միայն շատ դրական զգացողություններ էր առաջացնում։ Բայց երբ որ անցնում էի քաղաքով, մեկ ու մեջ
մենք ու մեջ նաև զգում էի անցյալի ուրվականներից մի երկուսին, որոնք ուզում են Գյումրում վերադառնալ Գյումրու միջոցով, բայց ոչ միայն Գյումրում։ Պատահականորեն կամ ոչ այդ նույն անցյալի երկու ուրվականների ներկայությունը ես 2021 թվականից հաճախ զգում եմ նաև ազգային ժողովում։ Այդ երկու ուրվականները, որոնք քաղաքական դամբարանից փորձում են վերադառնալ եւ վերազավթել Հայաստանը, այսօր ուզում են Գյումրին դարձնել իրենց համար վերադարձի ճակատամարտի դաշտը, որը չպետք է թույլ տալ։ Սիրելի ժողովուրդ, մենք, սիրելի գյումրեցիներ, մենք ձեզ հետ ազնիվ ենք եւ ազնվությունը անկյունակարն է ամեն ինչի։